Այսօր այս վիճակը ինչպես կգնահատեք։ Շատ վատ եմ գնահատում։ Ասում մենք սովոր ենք միշտ վերջին օրին պահը, մինչև կրիտիկական պահը, մինչև դանակը ոսկորին հասցնելը։ Շատ ենք ուշացել։ Արդեն Հայաստանի վիճակն է այնքան կարում։ Ես տարբեր լեզուներով դիմել եմ աշխարհի բոլոր երկրներին, գրավոր, հիմա էլ բանավոր եմ ասում, սիրելի ժողովուրդ, եկեք միասնական դառնանք, մեր գերիներին ազատենք, մեր բոլոր գերիներին, նրանք ոչ մի բանով մեղավոր չեն, նրանց միակ մեղքը հայ լինելն է, այն դավաճաններին, ես մենք ինեմուսին ուշադրություն մի դարձրեք, հետո էլ Այդ որ ասում են կապիտուլյացիա, ժողովրդի 50%-ը չգիտի ինչա կոչում կապիտուլյացիա, բանավոր ասեք, կապիտուլյացիա կոչում է տիրանալ, Ադրբեջանը տիրանալու է Հայաստանին, ես չեմ վախեցնում, ես ամենագետ չեմ, բոլորն էլ գիտեն, այսօր չի վաղնա, ոնց որ Ադրբեջանին հանձնեց Արցախը, մեր հերթն է ժողովուրդ, ես ասել եմ, նորից եմ կրկնում, եկեք միասնական լինենք, գոնե առայժմ մեր գերիներին ազատենք, անկարելի բան չկա, պատմությունը նման դեպքեր շատ լինի, շատ է եղել, Նելսոն Մանդելան ձեզ օրինակ, մնացած շատ մարդիկ են եղել, որ բանտից ազատվել են, թուրքը ինչա որ մեզ խափում է, առաջին հերթին ես ասել եմ, կոտրի այն 68,000 ձեռքը, որ ընտրել է Նիկոլ, երկրորդ անգամ կոտրի երկրորդ ձեռքը, որ նորից 21 թվականին ընտրեց Նիկոլ, լավ իմանալով, որ սա ինչերի է ընդունակ, մինչև հիմա էլ նիկոլական կա, ամոթ ձեզ, ամոթ, դուք դառնալու եք մեր ազգի խարանը, պատմությունը ձեզ չի մոռանալու, մեր հերոսներ ընդեղ, մեզ են նայում, դուք խիղճ ունեք, գալու են, գիտեք ինչ են անելու առաջին հերթին, պայթեցնելու են եռաբլուրը ժողովուրդ, պայթեցնելու են Ծիծեռնակաբերդը, պայթեցնելու են մեր սրբավայրերը, Ղարաբաղը ձեզ օրինակ, Արցախը քանդում են, դուք նայում եք, ես չեմ կարողանում իսկ տիրապետեմ, որ նկարներին նայեմ, թե ինչեր է կատարվում, եթե չպայքարենք վաղը մյուս օրը մեր հետ է նույնը կատարվելու, ուշքի եկեք ժողովուրդ, սենց գալիս ենք, կանգնում ենք Նիկոլը պատմության մեջ անիծվելու է, սերունդ է սերունդ, ես ասել եմ, իմ անեծքը ես չեմ անիծում, իրան անիծել է Սրբազանը պարգև, մենք էլ Գագիկ Գինոսյանը, այդքանը հերիքավոր ինքը վայելի, Խաղաղության պայմանագրի մասին, որպես քաղաքացի։ Ես ձեզ ասել եմ, խաղաղության պայմանագիր Թուրքիա չի լինելու։ Ես ապրել եմ ընդեղ, ես ընդեղի բնակիչ եմ, Թուրքի վարքը ու բարքը սովորությունները բոլորը գիտեմ, եթե նույնիսկ ստորագրի, դա նախ չի ստորագրելու, նախ մեր կյանքի գնով է ստորագրելու, տեսել եք ինչ պահանջներ կա։ Այդ պահանջները մենք արդեն թուրքանում ենք, երկորդն էլ այսօր ստորագրեց է թուղթը, վաղը ճղելու է գցի, Իրան Ալիև կասեմ, աշխարհի ամենադաժան նեռը ձեզ օրինակ ստեղ Նիկոլը իր աղբերն է, երեք եղբայրներով գործ են անում ընդդեմ հայ ժողովրդի, մեր վերջն են ուզում, ասենք Ալիևների օրինակը ձեզ, մեր վրայով անցնելու են, ասել եմ, կրկնում եմ, նորից եմ կրկնում, մեր վրայով անցնելու են, փախչելու տեղ չկա, Արցախցին փախավ եկավ Հայաստան, մենք չենք կարողանալու ոչ մի տեղ փախչենք, Վրացին են մարդ չի, վրացին 44 օրյա պատերազմի ժամանակ տեսակ ինչ արեց մեզ, նույնիսկ չթողեցեն օդնել բան արեց, զենք մեզ մատակարար են, մեր գերիների հետ դաժանաբար են բարվում, ժողովուրդ այդ գերիները, ես թող ինձ ներեն, մեր կաթողիկոսներին, մենք այդտեղ երկուսն ունենք,
Հարգելի կաթողիկոս սրբություններ, ամենայն հայոց կաթողիկոսներ, խնդրում եմ որպես հերոսի մայր, նորից միջամտեք, նորից մի բան արեք, որ մեր գերիները ազատեն, նրանք հայ առաքելական եկեղեցու համար ինչեր են արել, ինչքան ջանք է թափել Ռուբեն Վարդանյանը, ինչեր է արել, քիչ է արել, մեկ էլ ես մեր դեսպանատներին, նորից եմ ասում, բոլոր դեսպանատներից ոչ մեկը չի աշխատում այս տականքները։ Հարկավոր է մտնել դեսպանատներ եւ ասել վեր կացեք գործարեք, որ իմանան աշխարհում հայ կոտորում։ 20-րդ դարի սկզբին, երբ որ մեզ կոտորում էին, ասում էին լրատվություն չի եղել, չենք հասկացել, չենք լսել։ 21-րդ դարի այս լուսավոր դարում, որ մենք բան կատարվում է, հաջորդ րոպեին ուրիշ տեղ լսվում է։ Բոլորը պիտի իմանա, որ մի ամբողջ ազգ կոտորվում է, որ քրիստոնյա, որպես քրիստոնյա, մահմեդականը մեզ կոտորում է, դիմում եմ աշխարհի խաղաղացեր եւ քրիստոնյա ազգերին, օգնեք մեզ, ձեզ դեսպանատներով, ձեր լավ մարդկանցով, աշխարհին ճանաչող, Ռուբենին շատերն են ճանաչում, Ավրորայի մրցանակակիրներ, դուք հավաքվեցեք, եկել եք միլիոններ եք վերցրել գնացեք, դուք հավաքվեցեք, ես ձեր լեզվով գրել եմ, թող կարդան, չգիտեմ, խնդրում եմ, խոնարհաբար խնդրում եմ, ես իմ միակ, իմ մինուճարին զոհել եմ հանուն հայրենիքի, էլ բան չունեմ կորցնելու, արդեն վախենում եմ իմ մնացածների համար, հայ ժողովրդի համար, մենք քիչ ենք, պիտի մեզանից ոչ մեկը չպակասի, ժողովուրդ, ուշքի եկեք, խելքի եկեք, ձեր գութը թող շարժվի, խնդրում եմ։